ասպիրանտ կամ հայցորդ ես, դիմիր գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհային մրցույթին գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար։ 12-ամսյա ֆինանսավորման առավելագույն ծավալը 3.200.000 դրամ։ Մրցույթը շահելու դեպքում ասպիրանտը յուրաքանչյուր ամիս ստանալու է մինչև 150.000 դրամ հավելյալ աշխատավարձ, ինչպես նաև տարեկան 800.000 դրամ այլ ծախսերի համար։ Գիտական ղեկավարի վարձատրությունը տարեկան մինչև 600.000 դրամ։ Եթե դու ծնվել ես 1986 թվականի հունվարի 1-ից հետո, հանդիսանում ես պետական պատվերով առկա ուսուցման ասպիրանտ, պետական պատվերով հեռակա ուսուցման 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ կուրսի ասպիրանտ, 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ տարվա հայցորդ, ով ձևակերպված է որպես հայցորդ հայտ ներկայացնելուց առնվազն 1 տարի առաջ, գիտական ղեկավարիդ հետ միասին դիմեք մրցույթին։ Մրցույթն անցկացվում է 3 ենթածրագրերով։ Առաջին թեմայի տևողությունը 36 ամիս, 3 հաջորդական փուլեր, յուրաքանչյուրը 12 ամիս։ Երկրորդ թեմայի տևողությունը 24 ամիս, 2 հաջորդական փուլեր, յուրաքանչյուրը 12 ամիս։ Երրորդ թեմայի տևողությունը 12 ամիս։ Մրցույթի մասնակցող ասպիրանտը կարող է դիմել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով, իսկ հայցորդը բնական գիտություններ, ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա, բժշկական գիտություններ եւ գյուղատնտեսական գիտություններ բնագավառների մասնագիտություններով։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2021 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ։ Այցելիր գիտության կոմիտեի կայք, ծանոթացիր մանրամասներին եւ լրացրու մրցույթի հայտը։ Մաղթում ենք հաջողություն։